Հուլիսին կգործարկվի տարածաշրջանում ամենամեծ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, հենց այստեղ Հրազդանում։ Առաջին հայտարարությունից ընդամենը 10 ամիս անց Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ քաղաքական ամենաբարձր մակարդակի ռազմավարական պայմանավորվածությունների շնորհիվ նախագիծը մտնում է եզրափակիչ փուլ։ 200,000 քառակուսի մետր տարածքում շուտով կտեղադրվեն 6000 NVIDIA Blackwell GPU-ները։ Դրանք հատուկ չիպեր են, որոնք կարողանում են միաժամանակ հազարավոր հաշվարկներ կատարել, բայց սա նախագծի միայն առաջին փուլն է։ Երկրորդ փուլը եւս արդեն մեկնարկել է։ Այն այժմ եղածից մոտ 10 անգամ ավելի մեծ է լինելու, թե չափերի, թե ֆինանսական ռեսուրսների առումով ավելանալու է ավելի քան 41000 GPU։ Այս կենտրոնի մասին, ինչպես գիտեք, $500 միլիոն մասին էր եւ երկրորդ փուլը գործարկելուց հետո ընդհանուր ծավալը ներդրման կկազմի մոտ 5 միլիարդ ԱՄՆ $։ Դա մեզ արդեն կդասի աշխարհում 5 երկրների ցանկում թե հզորությամբ, թե GPU-ների քանակով։ Այս նախագծով իրականացնում է Հայաստանը ԱԲ տվյալային կենտրոնների կամ ԱԲ գործարանների պարտեզ կառուցելու իր հայեցակարգը, առաջարկելով անպայման ծառայություններ աշխարհի տարբեր երկրների, տարբեր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների։ Տվյալների կենտրոնը, այսպես ասած, վաճառում է հաշվարկային հզորություն, որի միջոցով կարելի է ստեղծել օրինակ ChatGPT-ի նման չաթբոտեր ու տարատեսակ այլ բաներ ամենատարբեր ոլորտներում, բժշկությունից մինչև ռազմարդյունաբերություն։ Նման մեգանախագիծը միայն բիզնես քայլերով իրականացնել հնարավոր չէր լինի, ընդգծում են պետական ու մասնավոր օղակի ներկայացուցիչները։ Քաղաքականությունը նման AI կենտրոնների մեջ այսօր շատ կարևոր նաև դեր է խաղում եւ կարծում եմ այն աջակցությունը, որ մենք ստացանք կառավարությունից, նաև բանակցությունների մեջ հենց թույլատվությունների ստանալու expert license կոչեցել, այսինքն արտահանման թույլտվություն ստանալու համար կառավարությունը շատ մեծ դեր է խաղացել։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվեց չափազանց կարևոր ու ռազմավարական մի փաստաթուղթ արհեստական բանականության եւ կիսաղորդչային ոլորտի ուղղություններով, ինչը հնարավորություն տվեց արդեն մասնավոր հատվածի մեր գործընկերներին հնարավորինս արագ կառավարության հետ համատեղելով ջանքերը կապիտալիզացնել այդ փաստաթուղթը եւ ստանալ այդչափ կարևոր արտահանման թույլտվությունները։ Արտահանման թույլտվությունները երկու փուլերի համար էլ արդեն տրված են։ Հայաստանի էներգետիկ ռեսուրսները ամբողջությամբ բավարարում են երկու փուլերի իրականացմանը, վստահեցնում են պատասխանատուները։ Երրորդ փուլը, որ հələ չենք հայտարարել, դրա մասին հիմա կոնկրետ կատարում ենք հաշվարկներ, նաև ներգրավել ենք միջազգային մասնագետներ, ովքեր որ հաշվարկում են եւ պարզա, որ երրորդ փուլը սկսելուց առաջ պետք է էլեկտրոէներգիայի հարցը նայենք եւ ամենայն հավանականությամբ էներգիա աղբյուրներ պետք է ստեղծենք։ Կառավարության այս ոլորտում ներգրավված բոլոր հիմնական դերակատարները անընդհատ եւ անդադար ջանքեր են ներդնում միջազգային գործընկերների հետ համատեղ նոր աղբյուրներ ձևավորելու, էներգիայի արտադրման տարբեր ընդ որում դիվերսիֆիկացված տեխնոլոգիաներ ներդնելու, արևային, քամու, հայտնի դասական այլ աղբյուրների հզորությունների ավելացմամբ, այսինքն այս իմաստով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կանգ չի առնելու արդեն իսկ արկա տվյալային կենտրոններ ունենալու այդ նշաձողի վրա։ Տվյալների կենտրոնը բնապահպանական խնդիրներ չի առաջացնելու։ Ջրային հովացման համակարգն աշխատում է փակ ցիկլով։ Ջրի փոխարինում պահանջում է մի քանի տարին մեկ անգամ։ Առաջին փուլում տվյալների կենտրոնում ներգրաված է լինելու մոտ 100 աշխատակից։ Երկրորդ փուլից հետո այդ թիվը կհասնի 1000-ի։ Հիմնական մասը մեր աշխատակիցներ լինելու են հայեր, մոտ 90% եւ ավելը լինելու են լոկալ մասնագետներ, բայց հիմա նույնպես ներգրաված են միջազգային
տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ, որոնք հա գալի գնում են, այսինքն այս փուլում, եւ նաեւ այս փուլից ես ոնց նշեցի, մենք նաեւ ոնց որ սովորում ենք այդ գիտելիքը։ 6000 GPU-ների հզորությունը դեռ տվյալների կենտրոնը չգործարկած արդեն վաճառված է։ Կա ավելի շատ պահանջարկ, քան առաջարկն է, պատմում է Firebird-ի համահիմնադիրը։ Դրա համար էլ շատ արագ մեկնարկել է նաեւ երկրորդ փուլը։ Իդեպ Firebird-ից $25 միլիոն GPU-ներ է ձեռք բերել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Գիտահետազոտական խմբերին, ստարտափներին, ուսումնական հաստատություններին, անհատ մասնագետներին տրամադրելու համար։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։